Փոխգործակցության հուշագիր հայկական կարմիր խաչի և Իրանի կարմիր մահիկի միջև։ Կողմերը համատեղ ծրագրեր կիրականացնեն աղետների պատրաստվածության, մարդասիրական արձագանքի, առողջապահական և կրթական ուղղություններով։ Դավիթ Ներսիսյանի խոսքով երկու կառույցների գործակցությունը կնպաստի տարածաշրջանային մարդասիրական համակարգված ջանքերի։ Կարևորում ենք մեր հարևան երկրի հետ կարմիր մահիկների և կարմիր խաչերի միջև հարաբերությունների ստեղծմանը և զարգացմանը։ Անցած տարվա Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում Իրանի կարմիր մահիկը պարոն Քուրիվադի հանձնարարությամբ մեզ օգնություն ուղարկեց, մեկ բեռնատար, և դրանով իսկ կարելի ասել, որ նոր թարմացում և նոր շունչ մտավ մեր հարաբերությունների շրջանակներում։ Իրանի կարմիր մահիկն ազգային մասշտաբի կառույց է ավելի քան 100,000 բժշկով, տարբեր մասնագետներով և շուրջ 3 միլիոն կամավորով։ Նրանք պատրաստակամ են ընդլայնելու գործակցությունը կրթական ծրագրերի, փրկարարական աշխատանքների, դեղորայքի և բուժ սարքավորումների մատակարարման, ինչպես նաև այն ոլորտներում, որտեղ կառույցն ունի գործելու մանդատ։ Արդեն մի քանի ուղղությամբ հստակեցրել ենք մեր գործունեությունը։ Առաջինը դեղորայքի և բժշկական սարքավորումների տրամադրումն է, ինչպես նաև մեր կազմակերպության մասնագետների փորձի փոխանակումը հայ գործընկերների հետ։ Մենք նախատեսում ենք այստեղ հիմնել մասնագիտացված կենտրոններ, այդ թվում քաղցկեղի կանխարգելման և բուժման, ժամանակակից վիրաբուժական միջամտությունների, ինչպես նաև դիալիզի գերազանցության կենտրոն։ Պատրաստ ենք աջակցել նաև փրկարարական աշխատանքներին, անհրաժեշտ վրաների և ծածկոցների պատրաստման գործում։ Մեր երկրում Իրանի փոխդեսպանի խոսքով վերջին տարիներին հայ-իրանական հարաբերությունները զարգանում են տարբեր ուղղություններով, և հենց այդ նույն տրամաբանությամբ է երկու երկրների մարդասիրական կառույցների միջև գործակցության ընդլայնման հուշագիր ստորագրվել։ Դեսպանության և իմ անունից ուզում եմ վստահեցնել, որ կանենք առավելագույնը, որպեսզի այսօր ստորագրված հուշագիրը դառնա իրականություն։ Մենք պատրաստ ենք ներդնել բոլոր ջանքերը այս կառույցների գործակցությունը արդյունավետ դարձնելու համար։ Հուշագրով նախատեսվում է նաև երիտասարդ կամավորների փոխայցելություններ, վերապատրաստման ծրագրեր և արձագանքման կարողությունների զարգացում։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։